Ըստ բնապահպան ակտիվիստների կանաչ տարածքի հաշվին շինարարություն իրականացնողները փաստացիորեն չունեն որևէ օրինական թույլտվություն։ Տարածքում չկա շինարարական աշխատանքների մասին ծանուցող տեղեկատվական վահանակ։ Ավելին, աշխատանքներն ընթանում են բնապահպանական եւ շինարարական նորմերի կոպիտ խախտումներով։ Ապականվում են մայրաքաղաքի կենտրոնի առանց այն էլ սակավաթիվ հանրային տարածքներից մեկը, ահազանգում են բնապահպանները։ Ամեն դեպքում մենք պահանջել էինք օրենքը, որ կապույտը ցելոֆաններով պետքա փակվի, մակետը տրեք, ինչ ի վերջո ինչ է կառուցվելու 23 օր արհամարհելուց հետո վերջում բերին մի հատ չոր բան են կպցրել, որ ոչ մի բան չես հասկանում, դե ինչ է կառուցվելու եւ ինչ նախագծի վրա է։ Ջազվեի տարածքի շինարարությունը քաղաքապետարանն ընդամենը անվանում է սալաքարերի փոխարինման եւ վերանորոգման աշխատանքներ, ինչպես նշում է բնապահպան ակտիվիստ Եղիան Ներսիսյանը, իրենց բողոքի ակցիաներից հետո քաղաքապետարանը ամեն դեպքում որոշակի զիջումների գնացել է։ Ըստ նրա մշակութային նշանակության բազմաթիվ հանրային տարածքների ոչնչացումը միմիայն մարդկային ագահության արդյունքն է։ Երբ որ մենք բողոքեցինք մի քիչ, ոնց որ 4 հարկ պատ էին շարել 4 քարով։ 4-րդ բանը շերտը հանեցին, 3 շերտ թողեցին, այսինքն մի փոքր զիջում են, էլի։ Սրա արդյունքը ագահությունն է։ Մեկը դուք ամառ աշխատում եք, մեկը դուք այդ կաֆեն ունեիք, ձեզ ինչի դեր պետք մի հատ էլ հիմա պրոյեկտը մեծացնեք, ավելի տարածք զավթեք, ախորժակը ուտելուց է չէ բացվում, տենց են ասում հայերը։ Հանրային քաղաքացիական նախաձեռնությունների անդամները նշում են, անհրաժեշտ է պահպանել պատմամշակութային արժեք ներկայացնող շինությունները, ապահովել մայրաքաղաքի ճարտարապետական ծրագրերի ներդաշնակությունը, ինչպես նաև կասեցնել կանաչ տարածքների հաշվին իրականացվող կառուցապատման ծրագրերը։ Անհրաժեշտ է կանխել օլիգարխիկ շահերից բխող ապօրինի շինարարությունը, պաշտպանելով քաղաքացիների հանրային եւ սեփականատիրական իրավունքները։ Որ ունի իշխանություն, ասում է, որ ինձ այսպես է հարմար։ Այնտեղ ծառ կա, այգիներ են, վարելահող է, բարձ ասած թքած ունեմ։ Հենց այդպես էլ անում են։ Այդ բարերը չեն օգտագործում, բայց այդպես են անում։ Մեր պետությունում գոյություն ունեն մարդիկ, ովքեր օրենքից բարձր են։ Եվ քանի որ մենք դե յուրե ունենք պետություն, բայց դե ֆակտո չունենք պետականություն, որը այդ օրենքից բարձր մարդկանց ձեռքը կբռնի եւ կասի դու մյուսների նման քաղաքացի պարտավոր ես օրենքին ուրեմն ենթարկվելու, քանի որ մենք չունենք այդ պետականությունը, այդ մարդիկ ինչ ուզում են անում են։ Ռուսերեն դրան ասում են բեսպրեդել։ Հանրային տարածքներում շինությունները պետք է լինեն ժամանակավոր, սակայն նայելով բետոնների հաստությանը կարելի է ենթադրել, որ դրանք հիմնական կառույցներ են։ Բնապահպանները կոչ են անում իրավապահ մարմիններին գոնե մեկ անգամ կանգնել ժողովրդի կողքին եւ ապացուցել, որ նա իր երկրի տերը։ Նրանք անթույլատրելի եւ ամոթալի են համարում գավառական լուծումներով մայրաքաղաքի հանրային տարածքների վերացման խայտառակ ապօրինությունը։ Լյուդմիլա Գարեգինյան, Գոռ Հովհաննիսյան, Գալա Նյուզ։